Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 30-ի համար, ինչպես տեսնում ենք հայլային թիվ է, բացի դա էլ մեկ օր առաջ խավարումն էր, որի մասին որ մոռացա նշել, չնայած որ օրվա քարտերն արդեն ցույց էին տալիս, թե ինչ է կատարվում, միայն հիշել եմ կույսերի ժամանակ, որ խավարում եմ, որովհետև զգացի, որ ինչ-որ բոլորի հետ ինչ-որ մի բան այնպես չէ, դա նշանակում էր, որ բոլորիս ինչ-որ մի բան է սպասվում։ Իսկ այսօրը արդեն հայլային օր է, օրն էլ կիրակի է, կարող եք նաև անել ջրի ընթացակարգը, նաև կարող եք երազանք պահել, այն ինչ որ կցանկանաք, որովհետև հայլային օրվա ընթացքում յուրաքանչյուր բան տեղ է հասնում, յուրաքանչյուր բան հասնում է տիեզերք, այնպես որ կարող եք պահել։ Չեմ խոստանում, որ տեսանյութ կլինի, որովհետև չգիտեմ, կհասցնեմ թե ոչ։ Բայց մեկ բան եմ որոշել, դեռ չգիտեմ կիրականացնեմ թե ոչ։ Երեկ ուզում էի սկսել, շատ հետաքրքիր իրենք տեսանյութեր են, որոնք կարող են լինել կյանք եւ ճշմարտություն ալիքում, հավանականությունը մեծ է, որ կարող է նաեւ սկսեմ դա, ուղղակի ինչ որ հետաքրքիր բան է, թեման շատ չեմ ուզում լայնացնել, եթե կհետաքրքրի կարող եք նայել, եթե ոչ, ապա ինքը այնպեսի տեսանյութ չի, որ այսօրվա համար է, վաղվա համար է կամ մարդկանց համար է, ուղղակի ինչ որ հետաքրքիր բաներ են, որոնք որ ցանկանում եմ տեղեկացնել, ոչ թե տեղեկացնել, այլ դե որ չեմ կարող փակագծերը բացել, չեմ կարող ռեալ ասել, թե ինչի մասն է խոսքը։ Ամենայն դեպս, եթե կցանկանաք, կարող եք միանալ եւ նայել։ Իսկ մենք արդեն կնայենք այսօրվա կանխատեսումը Կիրակի օրվա, Կիրակի է դրա համար կնայենք այս մյուս քարտերով։ Բացի դա էլ խավարումն արդեն ավարտվեց, վերջացավ, դա ճիշտ է ինքը դեռ ոնց որ իր ազդեցությունը կունենա, այնպես չի, որ միանգամից անցնում է։ Դա ավելի ոնց որ մարդիկ կթեթևանան, ավելի կհանգստանան, եւ ինչ էլ որ պետք է փոխվի ձեր կյանքում, ապա կփոխվի։ Այդ օրը, մեկ օր հետո, մեկ օր առաջ, այդպես։ Նաեւ մի քանի օր հետո, նաեւ մեկ ամիս հետո, ինչու ոչ։ Խավարումը երկար է իր ազդեցությունը թողնում, նաև կարող է 6 ամիս թողնել։ Ահա։ Եվ անցնենք կանխատեսմանը, կնայենք խոյերին։ Տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ Կիրակի օրը։ Թռավ արդեն, սա չենք կարող անտեսել, ինչ է սպասվում խոյերին մարտի 30-ին։ Ինչ որ ուրախություն ունեք, ուրախ պահեր, անակնկալներ, նվերներ, կամ դուք կստանաք, կամ դուք կնվիրեք մարդկանց, նաև դա կարող է լինել սիրային ժամադրություն, հարաբերությունների սկիզբ, ինչ որ բաներ, որը որ ձեզ կուրախացնի։ Ընտրության առջև կարող եք կանգնած լինել, ոմանք շատ կարևոր գլոբալ ընտրության առջև, ոմանք ուղղակի թեթև ինչ որ բաներ կարող եք ցանկանալ ընտրել։ Եվ հանդիպում շփում որևէ աղջիկա հետ, տեսնենք ով է այս աղջիկը։ Նա որ աշխատանքի բնույթով է, բժիշկ է, ինչ որ մասնագետ է, մասնագիտական հարցեր պետք է քննարկեք, հաճախորդ է, ում հետ որ կարող ձեզ այն պատվերներ անել եւ պետք է հետը խոսեք։ Նաեւ բժիշկ, ձեր ուսուցչուհին կարող է լինել, միամիտ դրսում հանդիպեք, տեսնեք։ Ինչ որ մեկը, որ կապված է ձեզ հետ կամ աշխատանքի հետ, կամ որովհետեւ մասնագիտական։ Կարող ձեր աղջիկն է գայս ասում է, որ աշխատանք է գտել, որ հաճախորդներ ունի, կամ առաջին հաճախորդն ունի եւ այլն, նման որևիցե մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 30-ին։ Փոփոխություն։ Փոփոխություն է մտնում ձեր կյանքում, նաև կարող եմ ասել կայունություն։ Փոփոխությունը իր հետ բերելու է կայուն կյանք։ Ոմանց մոտ սա կայունանում է ձեր ընտանեկան վիճակը, հարաբերությունները, ընտանեկան կյանքը,
կարող է որոշեք ընտանիք կազմել, կայունացնել, պնդացնել, ամրացնել ձեր հարաբերությունները ընտանիք կազմելով։ Փոփոխությունները նաև կարող են լինել հղիության հետ կապված, ծննդաբերության, տեղափոխության, նոր ինչ-որ բնակավայրի, նոր աշխատավայրի, նոր ինչ-որ մի փոփոխություն, որը որ մտնում է մարդու կյանք եւ փոխում է հիմնովին իր կյանքը։ Եվ այդ օրը կարող է գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, կամ ինչ-որ բաներ կարող է դանդաղում, կամ սա նաև նշանակում է կայունություն։ Այդ փոփոխությամբ կայունություն է մտնելու ձեր կյանք։ Կարող ինչ-որ մի բանը անկայուն վիճակում էր, եւ հիմա այդ փոփոխությունը բերում է հստակ կայուն վիճակ։ Եվ իհարկե այստեղ ոմանք կարող են գնալ բժշկի մոտ, ոչ գեղեցկության սրահ, կոսմետոլոգի մոտ եւ այլն, զբաղվեք ձեր գեղեցկությամբ կամ առողջությամբ, ընտանիքի անդամների հետ լինեք, իրենց հետ շփվեք, ընտանիքով հավաքվեք, ընտանիքը մեծանա, իմանաք, որ ինչ-որ մեկը հղի է կամ դուք եք հղի, եւ գիտեք, որ ընտանիքը կմեծանա, այդպես պատմում եք 4 բոլորը։ Այսքանը։ Ոմանք ուղղակի իրենց ծնողների հետ կարող են անցկացնել օրը, կիրակի է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 30-ին։ Ոմանք կարող են ճանապարհ գնալ, բավականին շատ ճանապարհներին լինել, նաև նորություն լսեք, հյուրեր ընդունեք ձեր տուն գան, կամ դուք գնաք ինչ-որ մեկի տուն հյուր, կարող է տուն եք մաքրում, որպես հյուրեր գան ձեր տուն։ Նաև սա ակնթարթային ոչ է սիրավեպ է, կամ ինչ-որ մեկ հետ, որ մեկ օր հանդիպում եք ուղղակի, կամ ինչ-որ մեկն է, որ կցանկանա ձեզ հետ ծանոթանալ, կամ դուք իր հետ կցանկանաք ծանոթանալ։ Ուղղակի աշխուժություն է սա տալիս, ոգևորվածություն, որ ինչ-որ գործեր անեք, դնեք, միգուցե տան վերանորոգում եք փորձում սկսել, տանիրերն եք այս ու այն կողմ տանում, այդպես ոգևորված, սա այստեղ եւ այլն, ինչ-որ բոլոր ընտանիքի անդամներով քաշում եք, մաքրում եք անկյունները, դիվանուտակ, այնտեղ պահարանների հետևը, որտեղ որ չենք հասնում, միջով պահարանը չքաշենք, եւ այլն, ինչ-որ կարող նման գործեր եք անում, ու բուրկա եք սկսել։ Ոմանք նաև կարող գնում եք տուն նայելու, տարբեր տներ, օրինակ կարող նայում եք, հյուրեր դուք գնաք, իրենք գան, եւ այլն, ինչ-որ բաներ տան հետ կապված։ Եվ ոմանք ուշադիր եղեք, որ կարող եք նաև վիճել, կամ ընտանիքի անդամների հետ, կամ ինչ-որ մեկի հետ։ Նորություններ նաև կլսեք։ Սա ընդհանրապես սանով լավ նորություններ, կարող ինչ-որ բան եք պատվիրել, գալիս է տուն, կապ չունի, որ կիրակի է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 30-ին։ Փոփոխություն ձեր կյանքում, դե իհարկե հաջողակ փոփոխություն, հաջողություն է ձեզ սպասվում, ոմանց մոտ այստեղ կամ ինչ-որ տղամարդ է մտնում ձեր կյանք, նաև փոխում ձեր կյանքը, կամ նաև կարող է տղամարդու հետ է կապված փոփոխությունը։ Հղիություն, ծննդաբերություն, մեկ այլ վայր կարող եք տեղափոխվել, մեկ այլ աշխատանքի, մեկ այլ գործունեություն, որը որ փոփոխություն է մտցնելու ձեր կյանք։ Եվ ինչ անեք այդ օրը հաջողությամբ կընթանա։ Որ դուք ինքներդ եք որոշում փոփոխություն մտցնեք, ոչ թե ինքն իրան մտնում, այլ դուք եք փոխում ձեր առօրյան, ձեր կյանքը։ Եվ հաջողությամբ, այն ինչ որ անեք, հաջողությամբ կլինի։ Եվ ոչ թե տղամարդու հետ կարող եք խոսել, շփվել, տեսնենք ով է։ Ինչ-որ մեկի ամուսինն է, ձեր ամուսինն է, այստեղ ամուսիններ են, ձեր եղբայրը կարող է լինել, ինչ-որ ձեր ընկերուհու հայրը, ձեր ընկերուհու եղբայրը, ձեր ընկերոջ հորը կարող եք տեսնել, ինչ-որ մեկն է, որը որ կապված է ինչ-որ մի աղջկա հետ, կամ սա նոր հարաբերություններ են, նոր հարաբերությունների սկիզբ կարող է լինել ոմանց համար։ Դե ինչ-որ մի տղա է, որը որ կապված է ինչ-որ մի աղջկա հետ, կամ դեր ընկերուհու եղբայրն է, ինչ-որ նման հարցերով կարող եք զբաղվել, այդպես տեսնել իրար։ Այսքանը
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 30-ին։ Ուսմամբ կզբաղվեք։ Հնարավոր է նաև ինչ-որ գաղտնիք է բացահայտվում։ Սիրային գաղտնիք է բացահայտվում ձեզ համար։ Ինչ-որ մի կարևոր մի բան է բացահայտվում։ Ոմանք գրքեր կկարդան, ինչ-որ տեղերից դասեր կարող եք վերցնել, քաղել, ինչ-որ բաներ սովորել, գրանցել։ Ոմանց մոտ սա իրոք ինչ-որ մեկը սիրո խոստովանություն ձեզ կանի եւ այդպիսով փոփոխվում է ձեր կյանքը, որ դուք սպասում եք դրան, որ ձեզ սիրո խոստովանություն անեն։ Նաև կարող եք շատ հավեսով նստել եւ սովորել, զբաղվել կրթությամբ ձեր։ Ոմանց կարող են ասել, թե որքան գեղեցիկ ես դու այսօր, ինչքան է այս հագուստը քեզ սազում, ոմանք կարող են սիրահարվել կամ ձեզ սիրահարվեն, ձեզ լավ զգաք, ձեր հարազատների մեջ լինեք, կամ ինչ-որ մեկը կարող է նաև սիրտ, ինչ-որ սրտի հետ կապ, ինչ-որ մի բան նվեր ստանա եւ փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Շատ մեծ փոփոխություն, դա կարող է լինել հենց սիրո հետ կապված, հարաբերությունների հետ կապված, նաև դա կարող է լինել երկրի հետ կապված, փոխում եք ապրելակերպը, ապրելու վայրը, աշխատանքը եւ այլն եւ այդպեսով փոխվում է նաեւ ձեր կյանքը։ Նավր է այստեղ գաղտնիք է բացահայտվում կամ դուք եք բացահայտում, որ դուք հղի եք, կամ ձեր կինն է բացահայտում, որ ինքը հղի է եւ այդպիսով իմանում եք իր հղիության մասին, փոփոխվում է նաեւ այդպես է ձեր կյանքը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 30-ին։ Մի փոքր էմոցիոնալ կարող եք լինել, հանդիպել նաև ձեր մայրիկին, շփվել ձեր մայրիկի հետ, նաև ինչ-որ մեկ հետ կարող եք երկար մնալ գիշերը այդպես ուժամի քնել եւ խոսել իր հետ կամ ինչ-որ մի տեղ լինել գիշերը ուժամին, ռոմանտիկ որևիցե հարաբերություններ կամ ռոմանտիկ որևիցե շփում ունենաք ինչ-որ մեկի հետ։ Նաև էմոցիաներ են, որոնք որ կունենաք այդ օրը։ Թե ինչ էմոցիաներ են, ընդհանրապես քարտերը նորմալ են, դա նշանակում է, որ լավ էմոցիաներ են։ Ինչ-որ բաներ են նաև ձեզ մոտ գաղտնիք կմնան, ինչ-որ բան չեք կարողանա հստակ պատասխանն իմանալ, պատասխանը գտնել։ Եվ դռներ են բացվում ձեր առջև, կամ դուք կարող եք դռները բացել, բանալին ձեր ձեռքում է, ինչ ուզում եք արեք։ Ոմանք կարող են դռներ փակել, էմոցիաների ազդեցության տակ դռներ փակեք, դա էլ է հնարավոր։ Նամակ գրեք ինչ-որ մեկին եւ դուռը փակեք իր առջև։ Դա էմոցիաների ազդեցությունն է, դա համար լավ երկար մտածեք։ Իսկ սա նաև հաջողություն է, որը որ դռներ է բացվում, կարող եք ամեն յուրաքանչյուր գործ անել։ Ոմանք կարող են նամակ ստանալ, նամակագրական կապի մեջ լինել ինչ-որ մարդկանց հետ, նաև փաստաթուղթ գրել, լրացնել փաստաթղթերը, դասավորել, ցուցակ կազմել, գնալ խանութ եւ այլն, ինչ-որ մի բան, որը կապված է գրելու հետ կամ համակարգչում ինչ-որ բաներ եք տպագրում։ Այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին մարտի 30-ին։ Բավականին ոգևորված կլինեք, որոշ գործեր առաջ կմղեք, բայց անհանգիստ եք, լարվածություն կա։ Մի կողմից կարող գործերը առաջ եք մղում, մի կողմից անհանգստանում եք, ճիշտ է դա թե ոչ, կամ այստեղ ինչ-որ ռեստորանային կարող է համալիր է կամ հասարակական որևիցե գործ է, որտեղ որ էլի լարվում եք խոսելուց կամ հասարակության մեջ կարող եք խոսել, կամ ձեր երեխան է կարող է ամուսնանում, նշանվում եւ այլն եւ դուք էլի այդպես անհանգիստ վիճակում եք կամ ձեր հարազատը թորն է ամուսնանում։ Ոմանք նորություն կարող են լսել, ոմանք հյուրեր ընդունեն, դուք հյուր գնաք։
Նաև հենց սա կարող է ռեստորան է ցույց տալիս կամ ինչ որ որից է կամ հիվանդանոց, ինչ որ մեկի ուսման կենտրոնն է, այստեղ մտածում եք ինչ որ մեկի մասին, ինչ որ մեկի ուսման մասին, որը որ կապ ունի հասարակական կյանքի հետ, ձեր երեխան է, ձեր թոռն է, ով որ ինչ որ գործեր է անում։ Այստեղ նաև ոմանք կարող է օրինակ երկուշաբթի օրվանից արդեն սկսեք մեկ այլ աշխատանքով զբաղվել, մեկ այլ պաշտոն ունենալ, պատվերներ ունենալ այդ օրը շատ աշխատել, դա մարեք լարված, անհանգիստ, որ հանկարծ այնպես չստացվի, որ երբ որ ինչ-որ մեկին չէ, մի բան չես տալիս պատվերը, դա ոնց որ ավելի, երբ որ մի վատ բան է լինում, ավելի լավ, շատ է տարածվում, քան որ քիչ է լինում։ Այնքան որ լավ բան է լինում, այդպես ավելի քիչ են տարածում։ Դա սովորաբար այդպես է։ Եվ նաև դա ուղղակի, հա, ոնց որ երկուշաբթի օրը արդեն կարող անցնել աշխատանքի։ Մինչև այդ չէիք աշխատում։ Դա մարեք լարված, ոնց է գնալու այդքան մարդկանց մեջ լինելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 30-ին։ Ոմանք կարող են վիճել, ոմանք կարող են տուն մաքրել։ Կիրակի է, տունը կարող է կարգի բերել, բայց այստեղ լեզվակռիվ է, հավանականությունը մեծ է, որ նաև վեճ։ Եթե վիճեք, ապա կամ կվիճեք այն մարդկանց հետ, ովքեր որ բան ասում են, կամ նաև այս լեզվակռիվ շփվեք, ինչ որ մարդկանց հետ խոսեք, հետո վերջում կարող է լեզվակռիվ լինի, ինչ որ մի բան իրար չհասկանաք։ Նաև կարող է տուն եք մաքրում, ինչ որ մի բան եք տան մեջ կայունացնում, կարող է մեկ շաբաթ աշխատել եք, մեկ շաբաթ ոչինչ չեք արել տան մեջ եւ հիմա ոնց որ այդ ամեն ինչը մի հատ ոնց որ կարգուկանոնով, ասա ամեն մեկ իր տեղը։ Նաև ինչ որ մի բան կկայունանա ձեր կյանքում, ինչ որ մի բան կհստակվի, կամ դուք եք հստակ ինչ որ մի բան որոշելու։ Դե եւ արդեն ասացի շփում, շատ շփում, բամբասանք նաև եւ լեզվակռիվ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 30-ին։ Տան գործերով, կողոտ նաև տունն եք։ Տան մեջ եք մնալու, ոչինչ կարող չանեք, այդպես։ Ոմանք կարող են տանից տուն տեղափոխվել, հյուրեր ընդունել, իրենք հյուր գնան, որ տան հետ կապված կարևոր ինչ-որ մի բաներ են։ Եվ հաջողությամբ կանեք կավարտեք, միգուցե տուն եք գտնում այդ օրը, միգուցե ինչ-որ մի բան է, որը որ հաջողությամբ կավարտեք, ինչ էլ որ անեք ամենայն դեպս, այդ օրը հաջողություն կունենաք։ Վերանորոգումն եք ավարտում հաջողությամբ, ինչ-որ մի բան եք, սարքինչեր սարքում եք, կարգավորում եք։ Ոմանք այդ օրը կգնան գեղեցկության սրա, բժշկական ոչ կենտրոն, կոսմետոլոգի մոտ եւ այլն, ինչ-որ գործեր անելու համար։ Ոմանք իրենց ընտանիքի անդամների հետ կլինեն, ծնողների հետ կլինեն, կամ դուք կգնաք իրենց տուն, կամ իրենք կգան ձեր տուն։ Նաեւ հղիություն, ծննդաբերություն կամ կիմանաք, որ ընտանիքի անդամներից ոչ մեկը ուզում է ամուսնանալ կամ հղի է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 30-ին։ Հանդիպում, շփում որևիցե տղամարդու հետ, ընդհանրապես սա տարիքով տղամարդ է ցույց տալիս, ժամադրություն է այստեղ սիրելիներս։ Ժամադրություն, պայմանավորվածություն, սիրավեպ, սիրո խոստովանություն, լավ տրամադրություն, բարձր տրամադրություն, կարող ձեր ամուսինն է գալիս տուն, ձեր եղբայրը, ձեր տղան, կարող է ինքը տարիքով է, բայց նաև կարող է ուղղակի ցույց է տալիս, որ հասուն է ավելի, իր տարիքից ավելի հասուն է։ Ամենայն դեպս այստեղ ուրախություն, նվերներ, լավ պահեր,
սիրահարվածություն, դուք կամ ձեզ, սիրո խոստովանություն, անակնկալներ, ժամադրություն, մի խոսքով հիանալի օր է, այստեղ ինչ-որ բան եք կազմակերպում ձեր ամուսնու համար, ձեր ընկերոջ համար կամ հակառակը գնում եք, տեսնում եք ինչ-որ մի հետաքրքիր ձևով սիրո խոստովանություն են անում ձեզ։ Ինչ-որ մի ծաղիկներով, հա, այդպես հետաքրքիր զարդարված։ Հիանալի օր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 30-ին։ Նույն բանը ինչ-որ այճեղ ջուրներին այստեղ սիրահարվածություն, ժամադրություն, նաև կարող ինչ-որ գաղտնիք է բացահայտվում, որից որ ուրախանում եք, նաև անակնկալներ, նվերներ, դուք կամ ձեզ կանեն, ինչ-որ բաներ կլինեն, որոնք որ ձեզ շատ կուրախացնեն, ինչ-որ ուրախալի պահեր են սա։ Նաև գաղտնիք կարող է բացահայտվել ոմանց համար, ոմանք կարող է օրինակ լավ եք հանձնել քննությունները դա է, դրա մասին եք իմանում այդ օրը, չէ՞ Կիրակի է, բայց ուղղակի մոռացել եք նայել օրինակ այդ կայքում ձեր տվյալները։ Եվ կարող է ուղղակի ուսումով զբաղվեք, գրքեր կարդաք, ինչ-որ բաներ փորձեք սովորել ինչ-որ մի տեղից։ Եվ շատ շփում։ Տարբեր մարդկանց հետ կարող եք շփվել այդ օրը կամ ինչ-որ մեկի հետ, եւ հենց այդ մեկն էլ ձեզ գաղտնիք բացահայտի իր զգացմունքների մասին, ուշադիր եղեք, կարող է նաեւ լեզվակռիվը, նաեւ կարող է բամբասանք է, որը որ կարող եք լսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 30-ին։ Բավականին շատ շփում, իսկ ուրիշ քարտեր չկան։ 12 կենդանակերպի նշան, 12 նույն նշան, նույն նկարները։ Շփում, խոսակցություն, նաև լեզվակռիվ կարող է լինել, նաև բամբասանք կարող է լինել, այստեղ կարող է սիրո խոստովանություն են անում ինչ-որ մարդիկ ձեզ, բոլորի նույն բաներն եմ, ասում բոլորի նույն բանն է ինքել, ես մեղավոր չեմ, ձեր աչքի առաջ խառնում եմ, ձեր աչքի առաջ գցում, նա ինչ չի, որ ես ուղղակի տակից եմ հանում։ Սիրո խոստովանություն, ամուսինը կգա, տղան կգա, ինչ-որ մեկ հետ կարող խոսել, ինչ-որ մեկ հետ կարող սեր խոստովան, կամ ձեզ լավ զգաք այդ մարդու հետ խոսելուց, շփվելուց, հա, կարող տղամարդ է իր հետ խոսել, շփվելուց լավ զգաք։ Ասեն ձեզ ինչքան սիրուն եք, սիրահարվեք դուք ձեզ, այդպես։ Հիանալի օր է, բոլորի համար հիանալի օր է։ Այնպես որ ուղղակի պետք է վայելել։ Ցավոք աշխատանքային օր չի, որ մարդիկ դուրս գան տանից, չնայած Կիրակի է, եթե լավ եղանակ է, ապա դուրս եկեք, Ֆրանսիան չի, որ քնած են, ինքան տհաճ է, չեք պատկերացնի։ Հայաստանը նորմալ է այդ առումով, մարդիկ ուրախ են, ոնց որ դուրս են էլի գալիս, տանը չեն թթվում։ Այնպես որ դուրս եկեք եւ վայելեք օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։